Ողջույն սիրելի հայրենակիցներ։ Մենք այսօր ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ թշնամին եկել է ոչ թե զենքով, այլ փաթեթով, ոչ թե սահմանից, այլ սմարթֆոնից։ Նրանք չեն կրակում, նրանք վաճառում են, բայց ինչ են վաճառում։ Այսօր թշնամին նորաձևության անվան տակ մեր ազգին վաճառում է քիմիական սինթետիկ թմրամիջոցներ, երջանկության անվան տակ կախվածություն, իսկ ազատության պատրանքի տակ մարդուն վերածում ստրուկի։ Մեր պետական անգործությունը, մեր մամուլի կուրությունը եւ մեր հասարակության անտարբերությունը դարձել են լավագույն պայմանները թշնամու հաջողության համար։ Եկեք մի պահ մտածենք, ով է այս ամենի ետևում, ինչ նպատակ ունեն նրանք, ովքեր են թուրքական սինթետիկ քիմիական թմրամիջոցներ ներմուծում Հայաստան ու քարոզում դա մեր երիտասարդներին։ Ես եկել եմ բարձրաձայնելու բոլոր այս խնդիրները, որոնց մասին դեռ ոչ ոք համարձակ չի խոսել։ Սա մեր պայքարն է, մեր սթափության կոչը, քիմիական մշակումով խոտեր։ Ներկայումս գործող հարթակներից մեծ մասը գնոթ չունենալու պատճառով դիմում են լուրջ հնարքների, իրենց ապրանքը ցնցող դարձնելու համար։ Այս հնարքներից ամենատարածվածն ու ամենավտանգավորը խոտը սփրեյով ցողելն է։ Այսինքն նրանք վերցնում են վատ որակի խոտ, որի ներգործությունը եւ որակը շատ ցածր մակարդակի է, ու սկսում են քիմիական սփրեյով մշակել այն, որը ուժեղացնում է ազդեցությունը։ Ինչ է ստացվում։ Այն օրգանիզմում հայտնվելիս ուղեղին անմիջապես գցում է ծուղակը։ Մարդը սկսում է թեթևանալ, հանգստանալ, նույնիսկ ուրախանալ, բայց իրականում այդ ամենը քիմիայի ժամանակավոր ազդեցություն է։ 1-2 անգամ օգտագործելուց հետո առաջանում է կախվածություն, եւ անձը սկսում է փնտրել հենց նույն ապրանքը։ Այսինքն դու դառնում ես նրա հաճախորդը անկախ քո ցանկությունից։ Քեզ արդեն չի հետաքրքրում մաքուր խոտը, քեզ պետք է հենց այն, որից կախվածություն ես ստացել։ Եթե խոտից հոտ ես քաշում եւ դրանից գալիս է ոչ թե բնական մարիխուանայի, այլ օծանելիքի նման ողոտ, ուրեմն դա արդեն ազդանշան է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ։ Խոտը պետք է բուրի խոտով, ոչ թե քիմիայով։ Հենց այդ քիմիական նյութերն էլ պատճառ են դառնում, որ մարդը այս իրականության մեջ տեսնի այլ իրականություն։ Քեզ թվում է ամեն ինչ կարգին է, բայց քո ուղեղը ստանում է կեղծ ազդանշաններ։ Դու չես հանգստանում, դու քիմիայով արգելափակում ես քո ստրեսային ռեակցիաները, եւ սա է պատճառը, որ մի քանի օր անց սկսվում է անհասկանալի վախեր, հիշողության կորուստ, համակրանքի կորուստ անգամ ամենասիրելի մարդկանց նկատմամբ, անքնություն եւ մղձավանջներ։ Սա քիմիական մանիպուլյացիա է, որը քեզ խոստանում է հանգստություն, բայց ի վերջո գողանում է քո ներքին ներդաշնակությունը, այն բնական խաղաղությունը, որին դու իսկապես ձգտում ես։ Երբ քիմիան քեզ չի ներում։ Որպես ազգ մենք միշտ ուշադիր ենք, երբ զինվոր է մահանում, երբ ավտովթար է լինում, բայց երբ երիտասարդ է մահանում քիմիայի պատճառով, մենք ասում ենք՝ դե լավ, թմրամոլ էր ու առաջ անցնում։ Իսկ սա արդեն մեր հասարակության հանցագործ լռությունն է։ Մի քանի օր առաջ Թայլանդում մահացավ ռուս ռեպեր Պաշա Տեխնիկը։ Մահվան իրական պատճառը ոչ ոք չի բարձրաձայնում։ Նշվում է, որ երաժշտի մոտ առաջացել է օրգանների բազմակի անբավարարվածություն եւ հեմոդինամիկ անկայունություն։ Արդյունքում նրա թոքերը գրեթե 100%-ով ախտահարվել են։ Հետազոտությունները արյան մեջ թմրամիջոցների արկայություն չեն հայտնաբերել։ Իրականում ռեպերի մահվան պատճառը սինթետիկ թմրամիջոցի շարաշահումն էր։ Թայլանդում նա էդի կանոնով նարկոդիլերից գնում է թմրամիջոց, որի դոզան պաշատեխնիկի համար սահմանված դոզայից բարձր է լինում։ Ռեպերը եպքից 2 տարի առաջ կոմայից դուրս գալով ստացել էր զգուշացում, որ բարձր դոզայով քիմիական թմրամիջոց օգտագործելը հանգեցնելու է մահվան։ Սակայն կախվածություն ունենալով քիմիական թմրամիջոցներից ռեպերը դրանից հետո գիտակցելով
վերահսկում էր օգտագործման չափը, բայց ինչ է անում դիլերը։ Տալիս է հատուկ խառնուրդ, որը մի քանի անգամ բարձր է եղել նորմայից, որովհետև մեկ խառնուրդ նշանակում է ավելի շատ փող։ Դու քո ապրանքը ուժեղացնում ես, մարդուն դարձնում հիացած հաճախորդ, իսկ հետո անունը գրում ես մահացածների ցանկում։ Այս պատմությունը միակը չէ։ Հիմա նույնը կատարվում է մեր քաղաքի բակերում։ Դիլերը ոչինչ չի ստուգում։ Միակ չափորոշիչը էֆեկտ կա, թե ոչ։ Քիմիական թմրամիջոցը մարդու օրգանիզմում հայտնվելիս խաբում է ուղեղի նյարդային համակարգը, առաջացնելով զգայական հաճույք, ամենակարողություն, ազատություն, թեթևություն, երբեմն էլ անկառավարելի էներգիա, սակայն միաժամանակ ազդում է սրտի, թոքերի եւ նյարդերի վրա, արագացնում ճնշումը, վնասում մարդու նեյրոնային ցանցերը, խանգարում շնչառությունը, բերում հիշողության կորստի, իսկ ուժեղ խառնուրդի դեպքում կարող է անմիջապես բերել սրտի կանգի, կոմայի կամ անգամ մահվան։ Մենք պետք է խոսենք այս ամենի մասին եւ ոչ թե լռենք, երբ պետական համակարգը ոչինչ չի ձեռնարկում։ Այսպիսի հազարավոր մահեր եւ խեղված ճակատագրեր են ձևավորվում։ Եկեք թույլ չտանք, որ մեր հարազատները եւ ընկերները դառնան նոր խորագրի թեմա՝ մահացավ կասկածելի թմրանյութի պատճառով։ Մաս-մեդիան կործանում է երիտասարդներին։ Երբ ասում ենք թմրամիջոցների քարոզ, մեր ուղեղը գնում է ինչ-որ մութ անկյուն, ինչ-որ մութ դիլերի մոտ, բայց այսօր դիլերները մաշկի գույնով, բանդանայով կամ փողոցային գործոնով չեն տարբերվում։ Այսօր դիլերը կարող է լինել քո սիրելի ռեպերը, ինստագրամյան ինֆլուենսերը կամ TikTok-ի սիրված բլոգերը։ Սոցիալական մեդիան դարձել է հիմնական քարոզչական ալիքը, որտեղ սինթետիկ թմրամիջոցը փաթեթավորվում է որպես ազատություն, բաց մտածողություն ու նորարարություն, իսկ իրականում այն ներսից խեղդում է մարդու մտածողությունը այնքան, որ անձը չի էլ հասկանում, որ արդեն իրեն չի կառավարում։ Մենք ունենք հստակ օրինակներ։ Վնաս, ով հարցազրույցներում լրագրողի հարցին ի պատասխան անում է նյարդային անկանոն շարժումներ, չի հիշում մի քանի վայրկյան առաջ հնչեցված հարցը եւ անգամ չի կարողանում ամբողջական ու երկար մտքեր արտաբերել։ Ռեպերի օրը արհեստակ ոնց է սկսվում։ Դե կախված է երբ է սկսվում օրը, լինում է որ երեկոյան, լինում է ցերեկը, բայց չեմ հիշում հարցը։ Հարցը ինչպես է սկսվում օրը։ Կար, ով իրեն քայքայում է քիմիական թմրամիջոցներով դեռ պատանի տարիքից, խոսում է չկառավարվող անկանոն շարժումներով, ունի հիշողության կորստի լուրջ խնդիրներ եւ պրոպագանդում է սինթետիկ թմրամիջոցներ։ Մարդիկ, ովքեր պիտի լինեն ռեփ մշակույթի դեմք, դարձել են սինթետիկ թմրանյութերի պրոպագանդա անողներ։ Ես իրոք ցավում եմ, որ նրանց նման երիտասարդները ռեպի միջոցով մեծ թեմաներ բարձրացնելու, ռեփ մշակույթում նոր ուղղություններ զարգացնելու փոխարեն այսօր դարձել են ոչ միայն քիմիական թմրանյութերի պրոպագանդա անողներ, այլ նաև թաքնված դիլերներ, չունենալով պատասխանատվություն այն երիտասարդների հանդեպ, ովքեր նրանց լսում են, նրանք խոսում են փողոցային ամենավատ լեքսիկոնով, պրոպագանդում են սպիտակ մահ եւ կործանարար ապրելակերպ, ու հետո վնասը զարմանում է, թե ինչու նրան եթեր չեն տրամադրում, իսկ հանրային դեմքերը, խոսելով նրա մասին, նրան ներկայացնում են իբրև նոր ռեփ մշակույթի կրող, այնինչ նա յուրաքանչյուր հարցազրույցում իրեն խայտառակ է անում, իր անկանոն վարքագծով ու ոչ լիարժեք եւ ամբողջական խոսքով։ Այո, ռեպը ծնվել է փողոցից, բայց ոչ թե փողոցը քանդելու, այլ փողոցը բարձրացնելու համար։ Նա եղել է աղմուկ լրացվածների համար, բառ զենք դարձածների ձեռքում։ Իսկ երբ ռեպը դառնում է քիմիայի քարոզ, դա արդեն ռեպ չէ, դա շոուի անվան տակ նարկոբարոնություն է։ Օրինականացում, թշնամու գրպանից հանել գումարը ու տալ պետությանը։ Երկար տարիներ մեր պետական կառույցները կրկնում են միևնույն նախադասությունը. Հայաստանը չի պատրաստվում օրինականացնել մարիխուանան, ու դա ներկայացվում է որպես հայրենասիրական դիրքորոշում, բայց չեն ասում իրական պատճառը։ Իսկ պատճառը կոռուպցիան է, որտեղից օգտվում են բոլորը, բացի ժողովրդից։ Նրանք չեն ուզում շեղել փողի հոսքը
միտքը, որը հիմա գնում է մեր թշնամի պետությունների եւ մաֆիայի գրպանը։ Եկեք տեսնենք, ինչ է կատարվում իրականում։ Ես, լինելով սև շուկայի բիզնեսի ներկայացուցիչ, ձեզ տեղեկացնում եմ, որ Darknet-ից ստացված տեղեկությունների համաձայն ազերները եւ թուրքերը Անգլիայի հովանու ներքո Իրանի տարածքով հանրապետությունն են ներմուծում տոննաներով սինթետիկ թմրամիջոցներ։ Դա մշակված հստակ նախագիծ է ներսից ճզմելու մեր սերունդը, որպեսզի մարդը չուզենա կռվել, չկարողանա մտածել եւ չկարողանա ընտանիք կազմել։ Ես սթափության կոչ եմ անում, այլապես վաղը կունենանք ազգ, որը չի կարողանա ոչ սերունդ տալ, ոչ երկիր պահել։ Ես ինքս պատերազմի մասնակից եմ եւ իմ աչքով եմ տեսել ոնց ենք սովորական զենքով կռիվ տալիս ԱԹՍ-ների դեմ, որտեղ քո շանսերը ողջ մնալու ամենաքիչն են։ Եկեք բաց խոսենք։ Հիմա հարցնում եմ, ինչու ենք մենք մեր փողերը տանում դնում օտարպետությունների ու մաֆիայի գրպանը։ Մենք սովոր ենք, չէ, սկսած մեր հակ ու կապից հավակնություն տալ թուրքականին։ Մեկ օրվա շահույթի հետևից ընկնելով անգամ հայկական տեքստիլ արտադրողներն են այնպիսի գներ դնում, որոնք շուկայում մրցունակ չեն։ Այո, հայկական արտադրանքը պիտի զարգանա, բայց ոչ հոր գներով։ Եթե դու բացել ես բրենդ ու դրել ես միգին, որ միայն ինստագրամյան բլոգերն ու օլիգարխները կարողանան գնել այն, դա արդեն քո բրենդը չէ, այլ թուրքական ապրանքի լավ գովազդ։ Մենք պետք է ունենանք մատչելի հայկական ազգային հպարտ արտադրանք, որ ժողովուրդը սիրով գնի, որ սփյուռքը նվեր ուղարկի, որ երեխան հագնի ու չամաչի, որ իր շապիկի վրա Made in Armenia է գրված։ Հագուստից սկսած մինչև թմրանյութ մենք թշնամու արտադրանքն ենք սպառում ու դեռ մտածում ենք, որ մենք ազգայինը սիրող ժողովուրդ ենք, բայց իրականությունը այլ է։ Մենք փող ենք տալիս նրան, ով ուզում է մեզ ոչնչացնել, ու մեզ ոչ թե զենքով են սպանում, այլ քիմիայով, ոչ թե դիտքերում, այլ տելեգրամում։ Նոր սերունդը գնում է այն, ինչ վառ գույնի փաթեթավորում ունի, անկախ նրանից ներսում ինչ կա, եւ սա թշնամու հաղթանակն է։ Ոչ թե մեր սահմանը հատել, այլ մեր ուղեղը հատել։ Մեր պետությունը կանգնել է ձեռքերը ծալած ու հայտարարում է. օրինականացումը վտանգավոր է։ Իսկ ես ասում եմ, չօրինականացնելը մահ է։ Օրինականացրեք եւ խիստ վերահսկողություն սահմանեք, որովհետև այսօր փողը գնում է թշնամիներին եւ մաֆիային, սինթետիկ վաճառողը դառնում է միլիոնատեր, իսկ բանակը մնում է առանց անիվի, գյուղացին առանց ճանապարհի, երիտասարդը առանց ուղեղի։ Մենք կարող ենք կառուցել մեր ճանապարհները, զարգացնել մեր գյուղատնտեսությունը եւ մեր ռազմական արտադրանքը, բայց դրա համար պետք է փողը չգնա թուրքական հագուստի ու անանուն քիմիայի վրա։ Մենք կարող ենք շատ բան փոխել։ Եվ վերջում սիրով ուզում եմ տեղեկացնել, որ Լեգալ Հայաստանը շարունակում է իր բարեգործական արշավը։ Տեսանյութի մեկնաբանություններում ոչ միայն գրեք ձեր կարծիքը այս ամենի մասին, որը միշտ հետաքրքիր է ընթերցել, այլ նաև գրեք ձեր կենցաղային, կրթական, առողջական, ապրուստի եւ այլ կարիքների մասին։ Խոստանում եմ ընթերցել բոլոր մեկնաբանությունները ու օգնել առավել կարիքավոր մարդկանց։ Մեր թիմը միշտ կանգնած է ձեր կողքին։ Եթե հավանեցիք տեսանյութը, սեղմեք լայք, բաժանորդագրվեք ալիքին ու սեղմեք զանգակ, բաց չթողնելու համար հետագա տեսանյութերը։ Սիրով Legalize Armenia-ի եւ Մաքուր Հայաստանի հիմնադիր Legal Հայաստան։